իրականում ես քննարկումը ես կկոչեի Նաղդի ու Նիսիայի մասին։ Ասեմ ինչի։ Հիմա պարոն Սարգսյանը որ ասում է քվոտավորում, Հայկ Սարգսյանը այդ մոդելի հետ համաձայն է։ Այսինքն քվոտավորումը ընդունում է, որ քվոտավորումը։ Պարոն Սարգսյան, այստեղ շատ լավ է պարոն Սիմոնյանն է իրավաբանական վարչության պետ։ Ինքը ես իրավաբանության տիտան չեմ, բայց Արս տրամաբանությունը ինձ հուշում է։ Այս նախագիծը ձեր առաջարկով ատոմային ռումբա Հայաստանի Հանրապետության տա։ Ու ասեմ ինչու։ Քվոտավորում դրեցիք։ Չէ, ատոմայինն է, քվոտավորում դրեցիք։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեգամ Մանուկյանս պատրաստ լինելով վճարել 24 միլիոն, չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ։ Ես դիմում եմ սահմանադրական դատարան, որովհետև այս օրենքով ասում է քաղաքացին կարա 24 միլիոն տա ու 1 ամիս ծառայի։ Առանց քվոտավորում է, երբ որ ես որպես քաղաքացի իրավունք եմ ունենալու դիմեմ սահմանադրական դատարան, ասելով որ իմ հարևանը գույքային առավելություն ուներ ու կարացել է վճարի չծառայի, իսկ ես չունեմ։ Գույքով պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ խնդրական իրավունք չկա։ Շատ լավ կլիներ որ պարոն Պապիկյանն լիներ։ Կհիշեք, մի տարի առաջ այս դահլիճում ինքը մի հատ հետաքրքիր բան հայտարարեց։ Այս դորակոչի բանի հետ կապված, ասեց պատրաստում է լյուստրացիայի ենթարկել։ Պատրաստում է հրապարակել պետական պաշտոնեության մեջ կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնց զավակները ծառայությունից տարբեր զարտուղի պատճառներով, այլ երկրի քաղաքացիություն ընդունելու պատճառով ազատվել են ծառայությունից, բայց մինչև հիմա ցավոք սրտի դա չտեսանք։ Միջազգային կառավարության նիստում շատ հետաքրքիր երկխոսություն եղավ։ Պարոն մնաց 30 վայրկյան։ Արարատ Միրզոյանն ասում է, պարոն Պապիկյան, այս կեղծ գիտնականներից ազատվելու համար, ասում է, հա։ Այս կեղծ գիտնականներից մեկ Արարատ Միրզոյանի հետ 18 թվականից բոլոր պաշտոններին եղել է, Կոստանյան Վահանը։ 3 տարի համալսարանի արվելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան ընդունվեց, չծառայեց, որևէ գիտական հոդված չգրեց, չհրապարակեց, որևէ մինիմում չհանձնեց, որևէ քննություն չհանձնեց, վերջին պահին դիմում գրեց դուրս եկավ ասպիրանտուրայից, բայց էլի բանակ չգրած, ձևակերպեց պաշտպանության նախարարությունը առողջական պատճառներով։ Կոնկրետ հարց եմ տալիս։ Պաշտպանության նախարարությունը արդյոք ուսումնասիրել է եւ արդյոք ծառայությունը առաջիկա 1-2 տարում կրճատելու է 1.5 տարվա, արդյոք զինծառայողների, պարտադիր զինծառայողների աշխատավարձը կտրուկ բարձրանալու է կամ ծառայության 2 տարի ծառայության ավարտից հետո 1.5 միլիոն կամ 1.200.000 գումար պարտադիր զինծառայողներին բոլորին վճարվելու է, որտեվ այս Նաղդի Նիսյան որ ասեմ, որտեվ ամեն ինչի սիրուն խոսացիք, բայց թղթի վրա չկա։ Պարոն Մանուկյան, այս օրինագծի մեջ Հատելով խնդրում եմ, էլի եկեք ոչ մի մարդու, չասենք ինքը հանցագործ է, ինքը հարդուղի ճանապարհով ազատվի։ Եթե չկա նման ապացույց, ոչ ձեր խմբակցության որևէ падգամավորի երեխայի, ոչ կառավարության, ոչ այլ մարդու երեխայի, եկեք նման պիտակավորում չտանք, որովհետև դա ուղիղ կեղծիք է, չէ՞ դուք ասում եք, ես ինչ թղթեր արել, եկեք մարդուն պիտակավոր ես ավելի խիստ առաջարկ եմ։ անվեր այնքան ժամանակ, քանի Պարոն Մանուկյան, ես ավելի խիստ առաջարկ անեմ այս տեսակետին, եթե կա տեղեկատվություն, պատկան մարմինները լսում են, անմիջապես գործեք, ում երեխան ուզում է լինի, շատ լավ, պարոն Մանուկյան, ձեր հարցը հիմա վերաբերում է, ես հասկացա, գումարներին, հա, 1.5 տարին, որ այս օրինակիցում չկա, և գումարներն էլ այս օրինակիցում չկա, սա այս քննարկման նյութից դուրս է, ինչն ենք հարցում։ Չէ, բայց մենք էլ ասում ենք, սա ուրիշ նախագիծ է, դա այլ կարող է լինի, հիմա այսօր քննարկում ենք ոչ թե 1.5 տարին և զինվորի աշխատավարձ, այլ քննարկում ենք լրիվ այլ բան, քվոտավորումը կա, հիմա քվոտավորում ասեք, հաստատենք դրանք առաջ։ Շնորհակալություն, նախ նշեմ, որ պարոն Սարգսյանն էլ իր ելույթի ժամանակ նշեց, նաև ձեր հարցադրումներին պատասխան, որ դրանք ընդամենը այս պահին քննարկման շրջանակներում են եւ օրակարգում այս պահին նման նախագիծ չկա։
Սակայն չեմ բացառում, որ հնարավոր է որևէ ձևով շրջանառության պարագայում նման իրավիճակ ստեղծվի, որ արդեն միսուարուն ստանա դրա քննարկումը եւ հասկանանք նման իրավիճակի պարագայում գումար հատկացնելու են, թե ոչ այդտեղ ֆինանսական հաշվարկներ կան, այդ ֆինանսների նախարարությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի, բոլոր շահագրգիռ կառույցները արդեն կներգրավեն թե ժամկետների կրճատման մասով եւ թե յուրաքանչյուր զինծառայողներին ենթադրաբար արձակվելուց պատվովճար տրամադրելու մասով, ինչպես օրինակ Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակներում տրամադրվում է պայմանագրային զինծառայողներին։ Ինչ վերաբերում է քվոտավորմանը, մենք նորից կառավարության որպես առաջարկ սա պաշտպանության նախարարությունն է պնդել, որպեսզի ներառվի այդ փաթեթում, եւ մենք գտնում ենք, որ զորակոչի, տվյալ զորակոչի մարդկային ռեսուրսի, մեր թվաքանակի, այլ հանգամանքների վերլուծության արդյունքներով միայն պաշտպանության նախարարությունը պետք է որոշի, թե դիմումների ընդունման կարգը ինչպես է իրականացվելու եւ քանի մարդ է կարողանալու տվյալ զորակոչից օգտվել։ Շատ լավ։ Շատ կարճ եմ արձագանքելու, սիրելի հայրենակիցներ, ովքեր հետևում են։ Նայեք, այս օրեկը կարող է քվեարկվի եւ պարզվի որևէ մեկը 24 միլիոն, 18 միլիոնով չազատվի, որտեղ պաշտպանության նախարարության այդ մեխանիզմը քվոտավորման ստեղծում է բոլոր նախադրյալները, որ առաջիկա 10 տարին որևէ մեկը չկարանա։ Պարոն Մանուկյան, եզրափակիչ ելույթներում կամ փոփեք ձեր պատկերացումները։ Ամեն անգամ բարձրացնում եմ։ Նայեք, կոչս, խնդրանքը պաշտպանության նախարարությանը, բանակի հեղինակության հարցը։ Դուք, որ միշտ ասում եք, որ չպետք է քաղաքականացվի եւ այլն, Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայի ամբողջ կարևորագույն դեպարտամենտի պետ Արթուր Հովհաննիսյանին արգել եք քաղաքական միջոցառումների կրթվելու բանից։ Այս էլ փոխանցեք իրա, որ մի Պարոն Մանուկյան, դուք հիմա մեր այսօրվա աշխատանքի սկզբունքները փորձում եք փոխել։ Քաղաքական, եկեք, Աննա Գրիգորյան, խնդրում։ Այն նույն Արծրուն Հովհաննիսյանը, ում նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը ոտերն ընկած աղերսում էր, որ գնա իրանց միտինգներին ելույթ ունենա։ Շատ լավ։ Արծրուն Հովհաննիսյանին տվեք ինձ։ Այսինքն, տվեք ինձ։ Խնդրեմ, Աննա Գրիգորյան։